Խնդրեմ, համեցեք, պարոն Նազարյան։ Ես ներողություն եմ խնդրում, վերադառնում եմ այսօր եւ ես կխնդրեի մի քանի հարց ես բարձրացնեմ, դուք ուշադիր լինեք, որտեղ ես նկարագրելու եմ մի իրավիճակ, որը այսօր առնչվում է Հայաստանի քաղաքացուն, Երևանցուն եւ մեծ քաղաքների բնակիչների։ Երբ որ խնդիր է լինում ջրի հետ կապված, գոյուղի հետ կապված, մարդը մնում է մենակ, որովհետև թաղապետարանում ասում են, որ դա մեր գործը չի, Վեոլա ջուրը արձագանքում է այնքանով, որքանով ինքը այդ պահին հարմար է գտնում արձագանքել, որովհետև Վեոլա ջրի հետ հայ մարդը լավագույն դեպքում առնչվում է օպերատորի միջոցով, որևէ մեկին, որևէ հարցով Հայաստանի քաղաքացին չի կարող դիմել։ Գոյուղաջրերը դուրս են գալիս շենքից, թափվում են, տարածվում են, գեղեցիկ տեսարան են առաջացնում, լավագույն դեպքում գալիս է 60-ականների սարքավորումներով զինված 2-3 ծերունի աշխատակիցներ, որոնք կարճ լուծում են տալի այդ խնդրին։ Երբ որ երկար ժամանակ քաղաքապետարան, քաղաքապետարան, շատ հաջողությամբ այդ շրջանը պտտվում է, որովհետև ասում են Վեոլա ջուր, թաղապետարան, քաղաքապետարան եւ լուծում չի լինում։ Հիմա մի օրինակ բերեմ, տեսեք ոնց է իրականությունը։ Երևան թաղամասերից մեկը գալիս են երկար բան են կտրում, փոս։ Հիմա խրամատ ասեմ, տրանշե ասեմ, կմեղադրեն հայերենը, որն է դրա չգիտեմ։ Ուրեմն բոլորը ոգևորվում են, ասում են վերջապես եկել են սարքելու։ Պարզվում է այդքան երկար 4 շենքի մոտով, անմիջապես այդքան երկար քանդում են փողոցը, որ սարքեն ընդամենը մի շենքի գոյուղու այդ խողովակները։ Հարց. Բա դուք չեք տեսել մոտով անցնող այս շենքերը, որը 50 տարեկան են, որ ունի նույն խնդիրը։ Այո, ճիշտ եք ասում, ափսոս չենք ֆայմե, բայց հիմա դա չենք կարող անել։ Մենք կլցնենք այս փոսը, հետո մի քանի ամիս հետո կգանք նույն փոսը կկտրենք, նոր դրած խողովակներ նորից կհանենք, որ այդ 4 շենքերի խողովակների գոյուղու հարցը լուծենք։ Բայց ես վստահ եմ, որ եթե ես չզանգեմ, չփորձեմ, չխնդրեմ, ու այդպես էլ մնալու է, որովհետև որևէ մեկին հետարքիր չի բազմաբնական ապրող մարդու կյանքը։ Հիմա կասեք, չէ, հետարքիր է, մենք իրենց համար ենք աշխատում, ո՞նց եք աշխատում, էլի։ Ո՞նց եք աշխատում, որ անդադար խնդիրներ, սեփական, այսինքն ոնց են ճիշտ ասում, սեփական տուն ասեմ, որ մարդիկ հասկանան, մարդ խնդիր ունի այդ Վեոլա ջրի հետ, 15 մետր այն կողմից ինքը կարող է ջուրից բերես, դու պետքա բերես 350 մետր հեռվից քո հաշվին, քանդելով մի քանի փողոց, բնականաբար դրա համար վճարելով եւ այդ մարդը եթե այդ ջուրը օգտագործի մի 20 տարի այդ ծախսած գումարի տեղն էլ դուրս չի գա եւ նա նախընտրում է դույլով հարևանի տնից ջուրը բերել ու էլի այդ մարդը մենակ է մնացել այս 3-4 տարի այդ խնդրով զբաղվեցի չլուծվեց այդ հարցը քաղաքապետարան Վեոլա ջուր քաղաքապետարան բա ոնց եք հսկում ինձ հետաքրքիր է էլի բա ոնց եք կարգավորում ոնց եք հսկում ոնց եք բա դուք պետքա մեր շահերի այսինքն մեր Հայաստանի քաղաքացու շահերի պաշտպանը լինեք ու դուք ոնց եք թույլ տալիս որ Վեոլա ջուրը որոշի որ իր հետ Հայաստանի քաղաքացին չպետք է առնչվի ոնց որ Yandex ծառայությունը լինի որ ինչ կարծիք ինչ բան բա ոնց մարդը Հայաստանի քաղաքացին չկարողանա Վեոլա ջրի գոնե տարածքային ղեկավարի զանգի կամ հանդիպի ասինգեր էսի չեք անում չէ
չկա, բա այդ ձեր ծառայությունը ինչ պիտի աներ։ Այդ պիտի աներ, կարծում եմ։ Ամառը գալիս է, մարդիկ ամեն դեպքում Էրեբունու տարածքի ասում են ջրի որակը կտրուկ փոխվում է։ Շատ կտրուկ, այնքան կտրուկ է փոխվում, որ ջուրը չեն խմում։ Ջրի համար վճարում են, բայց ջուրը չեն խմում։ Ջուրը չեն խմում։ Այս 3-4 տարի նույն խնդիրն է։ Պատասխան Փորձաքննությունը ցույց է տալի, որ ջուրը, որ խմեք, չեք մահանա։ Կյանքին վտանգ չի ներկայացնում։ Դա լավ պատասխան է դա։ Այսինքն խմելու ջուրը ուղղորդվում է դեպի ոռոգում, մարդկանց տալիս են ոռոգման ջուր, ու դա նորմալ է։ Ու ոչ մեկ այդ մասին այնպես հանգիստ էլի։ Հետո գիտեմ ասելու եք, դե փաստեր բերեք։ Փաստերը կբերեմ, երբ որ նորից հունիս ամիսը գա։ Բայց միջև այդ նորից նույնը ես հասկանում եմ, որ այդ խողովակները հնացել են, պետքա փոխել, բայց որ վեոլա ջուրը եկել էր, ասում էր մենք ներդրումներ ենք անելու, փոխելու ենք, էս ենք անելու, այն ենք անելու, դե թող փոխեն։ Ես Պարոն Ասլանյան, պարոն Աղազարյան, դա ինչ է, հերիք է։ Համաժողով էլ կարաք երկու հոգով հանեք, բայց ոչ ելույթի ժամանակ։ Հա, ես խնդրում եմ, եթե չեմ խնդրում, պահանջում եմ։ Ի վերջո, ձեր ծառայությունը պետք է այդ ամեն ինչի տեղը գցի, որովհետև սենց այս պտույտով մարդիկ ասում են գնում եք ազգային ժողով, փոխանակ մեր խնդիրներով զբաղվեք, շատ հաճախ իհարկե սխալ են, որովհետև իրանց խնդիրներով ենք զբաղվում, բայց այնպես ենք զբաղվում, որ իրենք գլխի չեն ընկնում, ոնց ենք զբաղվում։ Խասում են մեր օրվա խնդիրները, հարցերը, որոնք մենք փորձում ենք բարձրացնել ու հանդիպում ենք պատի։ Ձեր ելույթ չէ պետք է ունենաք եզրափակի։ Ես խնդրում եմ այդ մասին ասեք, էլի ասենք ոնց եք դուք հսկում, ինչն եք հսկում, ոնց եք հսկում, եթե անդադար այսպիսի խնդիրներ են։ Կառուցվում են բազմաթիվ բազմաբնակարան շենքեր, ձեր հետ դուք կոնե կարողանում եք ճշտել այդ հատվածով անցնող ջրագիծը, կոյուղագիծը, այդ հոսքը կարողանալու է ապահովել, այդ նոր սարքվող շենքերի կառուցապատողից պահանջում եք փոխել այդ ամբողջ շրջանը, չեք պահանջում, երկար ժամանակ նույնիսկ հեծը չէր պահանջում, որ փոքր այդ ինչա ենթակայաններ սարքեն եւ ամբողջ ծանրաբեռնվածությունը ընկնում է նախկին ենթակայանների վրա։ Ու այսպես մենք քննարկում ենք աստվածաբանական հարցեր այստեղ, չգիտեմ, ուզում ենք նոր տիպի եկեղեցի կառուցենք, բայց այդ հարցերը պարզակ մի օր լուծելու ենք, որովհետեւ եկեղեցին է պետք է վերակառուցվի, որովհետեւ 1441 թվին մեր եկեղեցին, երբ որ տեղափոխվեց Էջմիածին, կենտրոնը Հայաստանը անկախ չէր, ու էլի անկախ չէր, ու անկախ չէր եկեղեցին 548 տարի մինչև հիմա Էջմիածնում նորից վերադառնալուց հետո, պարզ է, որ այդ եկեղեցին է պետք է ներսից փոխվի, որ այսուհետև ինքը անկախ պետություն ունեցող ժողովրդի եկեղեցի է։ Ոչ այն կողմնա ճիշտ պահում իրան, ոչ այս կողմնա ճիշտ պահում, արդյունքում տուժում է հավատացյալը եւ արդյունքում շահում է անհավատը։ Այս խնդրում եմ բոլոր կողմերը հաշվի առնեն, որովհետեւ այս երկխոսությունից շահում են նրանք, որ ասում են, տեսակ, որ ասում ենք այդ եկեղեցին, ես իմ ինչա հոգևորականները ինչա տանում եք ձեր երեխաներին եկեղեցով պսակում եք, դրանք է փող են վերցնում։ Այս ամեն ինչից շահում է անաստվածությունը։ Դրա համար եկեղեցու հետ կապված բոլոր հարցերը լուծում են փակ, շատ կոշտ խոսակցություններով, բայց փակ խոսակցություններով եւ ոչ թե բաց։